մարդը ուղերձ է հղում առ հանրություն, որ պետք է քո սահմանադրությունը ամրագրի նաև այլ պետության սպասարկող շահ։ Մեր սահմանադրությունը առ ոչ խաղաղություն, առ պատերազմ, որևէ պահանջ չի ներկայացնում։ Ժողովրդի անունը չարաշահած իշխանությունը հրաժարվել է գրեթե բոլոր հանրային հաշվետվողականության ինստիտուտներից։ Առաջնային միտումը մեր սահմանության նախաբանում փոփոխություն կատարելն է, ինչը բխում է ուղղակիորեն մեր թշնամիների օրակարգից, այսպիսի փակ մեկուսացված գաղտնի գործընթաց սահմանադրական բարեփոխումների երբևիցե չենք ունեցել։ Հայցերից հրաժարումը բնականաբար որևէ կերպ չի կարող քաղաքացիներին կամ արցախցիներին սահմանափակել, հետագայում անհատական գանգատներով հանդես գալ։ Որն է երաշխիքը, որ եթե մենք կյանքի կոչենք ու հրաժարվենք հայցերից, Ադրբեջանը մեր նկատմամբ որպես բռնակալ չի սկսելու նոր հայցադիմումներով ողողել միջազգային ատյանները։ Փաշինյանը վերջերս հայտարարեց, որ մեր նոր սահմանադրությունը տարածաշրջանային նշանակություն պետք է ունենա։ Երեկ նրան շարունակեց արդարադատության նախարարը հայտարարելով, որ պետք է ունենանք խաղաղությունը չվտանգող սահմանադրություն։ Բարև ձեզ, ես Արկադի Գրիգորյանն եմ, Կիզակետում այսօր կփորձենք հասկանալ ինչ կա այս ամենի տակ։ Սահմանադրագետ Գոհար Մելոյան, բարի գալուստ Կիզակետ։ Տիկին Մելոյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար եւ այսպես նախ եթե հակիրճ անդրադառնանք, մասնագետ եք դուք, ձեզ համար ինչ է նշանակում նախ սահմանադրություն, որը ունենալ է տարածաշրջանային նշանակություն, ոչ մասնագետ ես, օրինակ կարծում եմ սահմանադրությունը որևէ կոնկրետ տվյալ պետության համար է, այդ պետության շահերն է սպասարկելու, ներքին կյանքն է կազմակերպելու եւ այլն, այսպես շարունակ։ Ինչ է տարածաշրջանային սահմանադրությունը։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Տարածաշրջանային սահմանադրության գաղափարը իմ գնահատմամբ հերթական իրավական ու ազգային անվտանգության խնդիրն է, որին պետք է ուշի-ուշով հետևենք։ Այո, դուք իրավացիորեն նշեցիք, որ սահմանադրությունները որպես բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող հիմնարար փաստաթուղթ ընդունվում են տվյալ պետության, տվյալ ազգի, ազգային ինչու ոչ ավանդույթները, շահերը, առանձնահատկությունները հաշվի առնելով սահմանադրությամբ սահմանում են տվյալ պետության կառավարման ձևը, տարածքային կառուցվածքը, պետական ռեժիմը։ Երբ երկրի այն էլ գործադիր իշխանության ղեկավարը խոսույթը տանում է դեպի տարածաշրջանային սահմանադրություն, այն էլ մեր տիպի պետությունների պարագայում, երբ ունենք առնվազն երկու թշնամի հարևան պետություն, երկու փակ սահման, այս դեպքում չխոսել ազգային անվտանգության մասին չակերտավոր լավատեսություն է, որովհետև մարդը ուղերձ է հղում առ հանրություն, որ պետք է քո սահմանադրությունը ամրագրի նաև այլ պետության սպասարկող շահ։ Ինչ ասել է տարածաշրջանային սահմանադրություն։ Որևէ պետության սահմանադրություն չի կարող իր շահից առավել նաև ներկայացվածություն ունենա հարևան պետության այն էլ տարածաշրջանի շահերն ու ինչ որ իրավունքները։ Անկամ եթե մենք դիցուկ ունենայինք ավելի բարենպաստ միջավայրով, ավելի բարենպաստ տրամադրված հարևան պետություններ։ Պատահական չնշեցի, որ հատկապես մեր պարագայում, մեր տիպի պետության պարագայում, մեր իրականության պայմաններում, երբ թշնամին խախտել է այսօր մեր տարածքային ամբողջականությունը, երբ թշնամին առնվազն 4 մարզում ֆիզիկական ներկայացվածություն ունի, երբ ոչ վաղ անցյալում արդեն ունենք մի քանի անցած պատերազմ, խոսքը 44-օրյա պատերազմի մասին է, խոսքը ջերմուկյան մարտերի մասին են, եւ այդ պայմաններում գնալ տարածաշրջանային սահմանադրության ուղով առնվազն լրացուցիչ վտանգների առկախում է արքո ազգ, արքո պետականություն։ Եթե գանք այդ դեպքում արդարության նախարարին, ինչ է նշանակում խաղաղությունը Հայաստանի խաղաղությունը չվտանգող սահմանադրությունը պետք, այսինքն կարող ենք ենթադրել, որ մեր գործող մայրօրենքը նախկինները, որոնք հետո փոփոխության ռազմատենչ չէին, ինչ էին դրանք, սա այն նույն մտքի շարունակությունն է։ Մեր սահմանադրությունը ներկայիս ձևակերպումներով որևէ կերպով չի հակասում խաղաղությանը եւ որևէ վտանգ չի ներկայացնում առ մեր հարևան պետություններ, անգամ իրենց մեկնաբանմամբ տարածքային պահանջները դա զուտ իրենց մեկնաբանությունն է։ Իրապես նեյտրալ մասնագետի մեկնմամբ ու մեկնաբանմամբ վերլուծմամբ մեր սահմանադրությունը առ
ոչ խաղաղություն, առպատերազմ, որևէ պահանջ չի ներկայացնում։ Նույն երբ թուրքական կողմի համատեքստում հղում ունենք, սահմանության նախաբանում մեր անկախության հռչակագրին եւ հայտնի դրույթը կա ցեղասպանության պահանջին, որպես դա ազգային նպատակի եւ պետական հիմնարար սկզբունքի ամրագրում է եւ դա պատմական հիշողության փաստ է։ Մեր երրորդ հանրապետության գոյության որևէ շրջանում մենք Թուրքիայի հետ տարածքային պահանջի խնդիր չենք ունեցել։ Որևէ մեկ չենք ունեցել ըստ էության։ Առնվազն արդարադատության նախարարի, գործադիր իշխանության ղեկավարի վարչապետի կողմից նման պնդումները իրենք իսկ արդեն վտանգներ են լրջագույն եւ իրենք իսկ արդեն թշնամու կողմից շահարկման խաղաքարտեր են դառնալու, որովհետեւ չի կարելի հիմք ընդունել որևէ դրդապատճառ եւ քո շուրթերով ակնհայտ է, չէ, ինչու ունենք օրակարգում նոր սահմանադրության ընդունում։ Այո, այս իշխանությունը ինչ եկել է, այս քաղաքական ուժը ինչ եկել է իշխանության 2018 թվականից ի վեր իրենք ունեցել են օրակարգում սահմանադրական փոփոխությունների իրականացումը, բայց նոր սահմանադրության գաղափարը անցյալ տարի շրջանառեց Նիկոլ Փաշինյանը, որը ուղղակիորեն հաջորդեց մեր թշնամի պետության ղեկավարի Ալիևի պահանջին հանրային անցկացնելու Հայաստանում սահմանադրական փոփոխություններ։ Իդեպ չեն բացում կետերը, թե ինչը պետք է։ Տեսեք, անգամ հարցնում են հռչակագրից բանը, չեն ասում այդ մասին, թե ինչը պետք է փոխվի։ Տեսեք, ինչպես եւ խաղաղության պայմանագիրը ինքը գաղտնիության բան դա եւ նախընթաց իրենց հնչեցած խոսքեր արդյոք հուշում են, որ վտանգավոր փոփոխություններ են դրանք։ Ինչու է այդպեսի փակ ռեժիմով մի տեսակ ու ձգձգվում, ինչ է սրա տակ ձեր կարծիքով։ Մենք հայկական հայ հանրությունս, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները շատ անշնորհակալ կարգավիճակում ենք, որովհետև մենք ստիպված ենք այսպիսի կծկտուր տեղեկատվական աղբյուրներից, ինչպես վարչապետի ինչ-որ ասուլիսն է, արդարադատության նախարարի շփումները լրատվամիջոցների ներկայացուցիչներից հետ ծաղկակախ անել, հասկանալով ինչ են մեզ հետ անում։ Սա երևի թե այսպիսի փակ աշխատելավոճով իշխանություն Հայաստանի Հանրապետությունում երբեք չի եղել։ Ու դա անում այն իշխանությունը, ով ամենաշատ է քննադատել իշխանություններին փակ գործելավոճը, ու ով ամենաշատն է ժողովրդի անունը չարաշահում։ Ժողովրդի անունը չարաշահած իշխանությունը հրաժարվել է գրեթե բոլոր հանրային հաշվետվողականության ինստիտուտներից ու այդ ամենացցուն օրինակները հենց այս սահմանադրական փոփոխությունների process-ում է ներկայացված կարմիր թելով այդ փակ աշխատելավոճը գաղտնիության միջավայրը անցնում է խաղաղության պայմանագիր սահմանադրական փոփոխություն համատեքստում հետ հայացք նետենք, ինչա տեղի ունեցել։ Դեռևս իրենք գալով իշխանության, այո, ունեցան օրակարգում սահմանադրական փոփոխություններ, արդեն երկրորդ մարմինն է գործում սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով խորհրդի տեսքով։ Առաջինը կազմալուծվեց, եթե չեմ սխալվում, հետպատերազմյան շրջանում իրավաբան գիտնականների դրա կազմից դուրս գալու հիմքով։ Եվ իրենք ունեն վարչապետի ընդունված որոշում կար։ Կազմավորվեց երկրորդ հանձնաժողովը։ Պարտավորեն մինչև 2022 թվականի հունիս ամիս ներկայացնել հայեցակարգ սահմանադրական բարեփոխումների, մինչև 23 թվական ներկայացնել նախագիծ սահմանադրական բարեփոխումների։ Ժամկետները վառվում են 1 տարի, որևէ իհարկե մենք ոչ հայեցակարգ ենք տեսել, ոչ նախագիծ, ասեմ ավելի։ Իրենց իսկ ընդունած, իրենց իսկ վարչապետի որոշումը խախտում են։ Միայն 24 թվականին դրա մեջ փոփոխություն են կատարում վարչապետի անոնսից հետո նոր սահմանադրության, մեջը ավելացնում են, որ ընդունում են նոր սահմանադրություն ու նոր ժամկետներ են սահմանում։ Մինչև 26 թվականի ապրիլ նոր հայեցակարգի ներկայացում, 26 թվականի դեկտեմբեր սահմանության նախագծի մշակում։ Հիմա ամփոփելով ուր ենք տանում։ Տեսնում ենք իրենք ամբողջ տոտալ տապալում է, process-ի։ Ու ամենացավալին է նա, որ 3 արդարադատության նախարարը ասում, այո, կա հայեցակարգ, բայց ես ոչինչ չեմ կարող ասել, որովհետև չկա տեքստ մշակված, բայց անգամ մեկ դրույթ, ոչ արդարադատության նախարարը, ոչ Նիկոլ Փաշինյանը այդպես էլ մեզ չեն ներկայացրել։ Եվ որ դու Միգուցե կներեք շատ, այսպես շատ վատ դրույթներ են Հայաստանի տեսակետից, կամ դեռ չեն կողմնորոշվել ինչը պետք է փոխեն դրա համար չեն ներկայացնում։ Տեսեք, տեսության մեջ ընդհանրապես, երբ մարդիկ գնում են նոր սահմանադրության ընդունման ճանապարհով,
այդ նոր սահմանադրություն նշանակում է իրենք կմախքային փոփոխություններ են նախատեսում։ Ու ասեմ ավելին, նույն սահմանադրական փոփոխությամբ իրենք կարող են այդ կմախքային փոփոխությունը անել, ինչպես 15 թվականի մեր տեքստն է նոր խմբագրությամբ շարադրելով։ Ակնհայտ է, որ առաջնային միտումը մեր սահմանության նախաբանում փոփոխություն կատարելն է, ինչը բխում է ուղղակիորեն մեր թշնամիների օրակարգից եւ անփոփոխելի հոդվածներն են թիրախային։ Արմատական գլխիվայր արմատական նոր բան են գրում, ճիշտ։ Տեխնիկապես, տեսեք, ինչ տարբերություն սահմանադրական փոփոխություն եւ նոր սահմանադրության միջեւ։ Տարբերությունը տեխնիկական է եւ մեկ հատ։ Իրենք, եթե սահմանադրական փոփոխության պարագայում, ինչպես նշեցի, ամբողջ տեքստը կարող էին նոր խմբագրությամբ շարադրել, իրենք կաշկանդված էին սահմանադրության նախաբանում եւ անփոփոխելի դրույթներում փոփոխություն կատարելու։ Փոփոխություններով չեն կարող հանել հռչակագիր, եթե պարզ խոսենք։ Այո, եթե օրակարգը դառնում նոր սահմանադրությունը, ակնհայտ է, որ թիրախը հենց նախաբանն է ու ակնհայտ է, որ մինչև հիմա մեր հանրային դաշտում միակ տրամաբանական պատճառաբանված հիմքը նոր սահմանադրության ընդունման որ առկա է, դա Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջատիրությունն է։ Ուրիշ որևէ հիմնարար պատճառաբանություն այս իշխանությունը եւ պաշտոնատար անձինք չեն ներկայացրել։ Օրինակ կառավարման համակարգը փոխեիք, չեն փոխում։ Ասեմ ավելին, լինելով նախկին ընդդիմություն, այդ ներկա քաղաքական ուժը եւ պաշտոնատար անձինք ամենաշատ քննադատածն են կառավարման խորհրդարանական համակարգը ու Նիկոլ Փաշինյանը։ Բան հիշում եք իր հակով, հայտնի ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի ելույթները բոլորս հիշում ենք ու նա անցյալ տարի հայտարարեց, որ կառավարման ձևը իրենց համար ընդունելի է եւ իրանք այդ ուղղությամբ փոփոխություն չեն պատրաստում իրականացնել։ Ինչ է գալիս ասելու, տեսեք, պատահական չի ներկայացնում նոր սահմանադրությունը, դու գոնե պետք է ցույց տաս, որ զսպման հակակշռման մեխանիզմների էական գործառույթային բալանսի փոփոխում ես նախատեսում։ Այս մարդիկ կրկին ընդգծում եմ, նյութականորեն ունենալով 7 տարի նախորդող մեկ հոդված չեն նշել, թե ինչ փոփոխություն են պատրաստում անեն։ Մեկ հոդված անգամ։ Իրենք գլոբալ խոսացել են մարդու իրավունքների մասին, երբ մեր սահմանադրության մարդու իրավունքներին նվիրված գլուխը եվրոպական կառույցների կողմից ճանաչվել է լավագույն օրինակներից մեկը։ Ասեմ ավելին, գնանք դեպի Վենետիկի հանձնաժողով։ Վենետիկի հանձնաժողովը, գիտեք, Եվրոպայի խորհրդի հեղինակավոր կառույց է, ով խորհրդատվական ձայնով հետևում է պրոցեսներին, հենց սահմանադրությունների սահմանությունների ընդունման, փոփոխման եւ այլն, ու բավականին հարուստ կարծիքների փորձ ունի։ Երկու կարևոր հանգամանք։ Մեկը Վենետիկի հանձնաժողովը մշտապես կարմիր թելով անցկացնում է այն գաղափարը, որ չի կարող սահմանադրությունը դառնալ քաղաքական նպատակահարմարության առարկա եւ փոփոխվել ելնելով քաղաքական նպատակահարմարությունից, որովհետեւ ըստ իրենց սահմանադրությունն է խաղի կանոնները թելադրողը։ Մեկ եւ երկրորդը ցանկացած սահմանադրության փոփոխություն, այն էլ առավել եւս նոր սահմանադրության ընդունումը պետք է ներառի 3 տար՝ թափանցիկություն, հրապարակայնություն եւ ներառականություն։ Այսինքն process-ին սկզբից մինչև վերջ պետք է ընդգրկված լինեն քաղաքացիները, ակադեմիական համայնքը, մասնագիտական համայնքը եւ կարեւորագույնը ընդդիմադիր ուժերը երկրում գործող։ Մենք ի համեմատ նախորդ սահմանադրական բարեփոխումների process-ի այսպիսի փակ մեկուսացված գաղտնի գործընթաց սահմանադրական բարեփոխումների երբևիցե չենք ունեցել։ 7 տարի տեղող process եւ անգամ ոչ մի պաշտոնական հոդվածի կամ հայեցակարգային դրույթի մոտեցման ներկայացում առ հանրություն։ Տիկին Մելոյան, ամփոփենք այս թեման, ուրեմն ճիշտ հասկացա ձեզ, որ լսելով Նիկոլ Փաշինյանին, լսելով Սրփուի Գալյանին, ձեր ասածն ամեն ինչը հաշվի առնելով, կարող ենք փաստել, որ որևէ բովանդակային փոփոխության մասին խոսք չկա, ընդամենը նպատակը հռչակագրին հղումը հանելն է եւ ինչ որ կոսմետիկ բաներ, որ դա արդարացնեն, ճիշտ եմ հասկանում։ Այո։ Շնորհակալ եմ։ Խաղաղության պայմանագրի դժվար կետերից մեկը, որ ուշ համաձայնեցին, այսպես ասած միջազգային հայցերից փոխադարձ, ինչպես Փաշինյանն ասում, փոխադարձաբար հրաժարվելն է։ Իհարկե Ադրբեջանը անմիջապես հետո խոսեց, որ Հայաստանին փոխհատուցում են պահանջել Հայաստանից մի քանի տասնյակ միլիարդի մասին, այստեղ չեմ հասկանում փոխադարձությունը որն է։ Փոխարենը մենք մի շարք հայցերից ենք հրաժարվելու, դրա մեջ կա ընդհանուր Հայաստանի տարածքի օկուպացիայի մասին հայց, էթնիկ զտում, 44 օրյա պատերազմ
Եվ կա նաև արդեն դատանի վճիռ օրինակ արցախցիների, որը պարտադրում է Բաքվին, ապահովել արցախցիների վերադարձը իրենց տներ։ Հիմա եթե սա էլ է դուրս գալիս, օրես կարծիք հնչեց հենց արցախյան շրջանակներից, որ այդ պարագայում մենք էլ կգնանք անհատական, քաղաքացիական հայցերով կդիմենք։ Որքանով է կենսունակ այդ երկրորդ հատվածը, եթե պետությունը արդեն իսկ հրաժարվում է այս ամեն ինչից։ Տեսեք, այստեղ պետք է ընդհանուրից դեպի մասնավոր գանք։ Նախ եկեք արդարացիորեն նշենք, որ վերջին տարիներին աշխարհաքաղաքական գլոբալ process-ներ են տեղի ունենում։ Ակնհայտորեն ձևափոխվել ու ձևախեղվել է թե միջազգային իրավունքը, թե միջազգային կառույցների գործունեությունը, որովհետև մենք հենց մեր օրինակում Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության մեկնարկից մինչեւ էպոպեան, հա, ցավոք սրտին գծենք Արցախի կորուստը, տեսանք, որ միջազգային կառույցները որոշակի քաղաքական նպատակահարմարություն ունեն իրենց գործունեության ընթացքում եւ իրենց կողմից հռչակած մեծագույն բարձրագույն արժեքները մարդու հիմնարար իրավունքներից սկսած կյանքից, հա, մարդու որպես բացարձակ իրավունք դրանցից հետ նահանջ գրանցեցին, կրկին ընդգծեմ, քաղաքական նպատակահարմարություններով պայմանավորված։ Եվ այսօրվա աշխարհում նաև երկրորդ կոմպոնենտը կա, որ դու ցանկացած գործիքակազմ առանց պետության աջակցության ինքը թղթին գրված է մնում։ Նույն մեր ռազմագերիների վերադարձում ենք տեսնում, թե ինչքան թույլ եւ բադ բառ ասեմ, հա, անտերության մատնված իրավիճակում մենք քաղաքացիներս այն պարագայում, երբ պետքա պետությունն ու իշխանությունը որպես մեր աշխատողներ, որովհետև այո, քաղաքացին է գործատուն ցանկացած իշխանավորի։ Պետք է կատարեն քաղաքացիների կամքը եւ ապավեն լինեին մեր ռազմագերիների վերադարձին, հատկապես երբ չակերտավոր խաղաղության օրակարգով բանակցություններ են գնում։ Ինչպես կարելի է մեկ պետության հետ խաղաղության օրակարգի մասին խոսել, որը ունի տասնյակ եւ հարյուրավոր ռազմագերիներ իր մոտ եւ օրակարգում չընդգրկել ռազմագերիների վերադարձի հարցը։ Անգամ Ռուբեն Վարդանյանի փաստաբանով հեղինակավոր մասնագետ է, իր գրությունները, հա, երբ հետևում եմ անգլալեզու, այդ մարդը ապշած է ու ուղղակիորեն նշել է, որ աննախադեպ է Հայաստանի Հանրապետության իշխանության կեցվածքը, որովհետև նմանաբնույթ գործընթացներում իսկ այս մարդը ունեցել է հնարավորություն այլ պետությունների հետ աշխատել ռազմագերիների վերադարձման process-ում, հենց պետությունն է կարևորագույն օղակը այդ process-ի ու երաշխավորը կազմակերպման ու միայն բացառապես հաջողում է գործընթացը, երբ պետությունը ներգրավվածություն ունի։ Հիմա վերադառնում ենք մեր ոչխարներին, կոպիտ ասած, հայցերից հրաժարումը։ Հայցերից հրաժարումը բնականաբար որևէ կերպ չի կարող քաղաքացիներին կամ արցախցիներին սահմանափակել հետագայում անհատական գանգատներով հանդես գալու։ Պետությունը նման իրավասություն չունի սահմանափակելու իր քաղաքացուն, իրացնելու իր իրավունքները եւ օգտվելու դրա պաշտպանության միջոցներից։ Դրանցից է նաեւ մարդու իրավունքների եվրոպական դատարանում բողոքներ ներկայացումը։ Բայց պետությունը ունի լայն շրջանակ իրավունքների ու գործառույթների, որոնք պետք է իրականացներ այդ նույն քաղաքացիների իրավունքները երաշխավորելու, դրանց խախտումների համար պատասխանատվություն պահանջելու համար։ Տեսեք, ի տարբերություն ներպետական դատական համակարգերի միջազգային ատյանների հետ հարաբերակցությունը մի փոքր այլ ձևաչափ ունի, որովհետև եթե մենք Հայաստանի Հանրապետություն կամ ցանկացած այլ պետություն ունի իր դատական ակտի կատարումն ապահող մարմին, ԴՀԿ-ն, միջազգային ատյաններում այդպիսի մարմին չկա ու որպես կանոն միջազգային կառույցները սանկցիաների միջոցով ունեն մեխանիզմներ ապահովելու երրորդ պետությանը այնուամենայնիվ կատարելու իրենց դատական ակտի պահանջը ու դա հենց իրենց հեղինակության հարցն է։ Մենք ունեցանք օրինակ, որ Ադրբեջանը հենց անգամ միջազգային քրեական դատարանի որոշման պարագայում բազմաթիվ միջանկյալ միջոցների կիրառման պարագայում Միեդի կողմից դրանք ուղղակի անտեսված էր թողնում։ Եվ ինչ եղավ Ադրբեջանի համար, ոչինչ։ Մի լրջագույն սանկցիա չհետևեց այդ անգործությանը, իսկ դրանով արդեն հարվածի տակ դրվեց հենց այդ միջազգային կառույցների հեղինակությունը։
Հիմա երբ մեր պետությունը այստեղ մի փոքր անշնորհակալ կարգավիճակում ենք գտնվում, որովհետև ենթադրություններ ենք անում։ Շատ կարևոր է, թե ինչպիսի ձևակերպմամբ է արտացոլված լինելու այդ միջազգային պահանջներից հրաժարումը։ Արդյոք սա եւս հերթական միակողմանի նահանջն է հայկական կողմից։ Փաշինյանը ասում է չկա միակողմանի բան։ Պայմանագիրը ամեն ինչը երկկողմանի է, բայց ես նորից հիշատակեցի եմ փոխհատուցման հայցը։ Դա էլ է չէ՞ միջազգային հայց։ Մենակ դա չէ։ Նորից ինչ վերադառնանք օրինակ Տավուշյան դեպքերին, այն հայտնի տխրահռչակ սահմանազատման կանոնակարգին, որը ներկայացվեց Սահմանադրական դատան եւ որի համատեքստում էլ մեր անկախության հռչակագրին Սահմանադրական դատանը ոչ իրավական գնահատական տվեց։ Ինչ տեղի ունեցավ, հա, այդ process-ի, որ ձեզ ներկայացնեմ, իմ համար ամենակարևոր դրվագը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ներկայացումներ օրենսդիր մարմին, որովհետև լրագրողների հարցադրումների արդյունքում մենք հնարավորություն ունեցանք պատկերացնել ինչա տեղի ունենում ու ինչ պատկերացրինք։ Այդ մարդը ուղղակիորեն ասաց, որ դեռևս չկան համաձայնեցված քարտեզներ։ Դեռ իրենք պատկերացեք մեր մոտ փաստաթուղթ են վավերացնում սահմանազատման։ Այդ հանձնաժողովի նախագահը Մհեր Գրիգորյանը ասում է մենք դեռ նոր պետքա գնանք, մենք մեր քարտեզները ներկայացնենք, իրենք իրենց տեսնենք գալիս ենք համաձայնության թե ոչ։ Սա ուղղակի իր կողմից արտաբերած միտք է։ Ասում է դեռ չկան ընդհանուր փոխզիջման համաձայնություններ, այդ են նոր պետքա քննարկենք, այսինքն հերթական process-ը, որ իրենք փոչից են սկսում աշխատանքը եւ որը ողբերգական հետևանքների է բերելու։ Տրամաբանական է, չէ, որ մենք թույլի դիրքերից ենք հանդես գալի, այն էլ իրենց ղեկմամբ։ Տրամաբանական է, չէ, որ խաղաղություն չեն մուրում։ Խաղաղ ինչպես հայտնի ասույթն է, ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի։ Միակողմանի է այդ հայցերի զիջումը ձեր կարծիքով։ Մենք դեռևս այնտեղ կա օրինակ Հայաստանի օկուպացված տարածքներից դուրս գալու մասին հայց է, 240 կիլոմետրի մասին է խոսքը։ Օրինակ, նման բան կա, դրանից էլ են հրաժարվելու։ Ասեմ ավելին, հենց մենք ինչու եմ ասում, պետքա մենք ձևակերպումը տեսնենք, որովհետև դա շատ լայն շրջանակներ վտանգավորության կարող է ունենալ։ Արդյոք խոսքը վերաբերում է Արցախյան 44-օրյա պատերազմից հետո հայցերին, թե վերաբերում է ընդհանրապես Հայաստանի Հանրապետության ողջ պատմության ընթացքում ներկայացված հայցերին։ Ասեմ ավելին, որն է երաշխիքը, որ եթե մենք կյանքի կոչենք ու հրաժարվենք հայցերից, Ադրբեջանը մեր նկատմամբ որպես բռնակալ չի սկսելու նոր հայցադիմումները ողողել միջազգային ատյանները, որովհետև եթե մենք հրաժարվում ենք ու ընդունում ենք, որ մենք եկել ենք, ոչ թե ազատագրել ենք մեր տարածքները, այլ զավթել ենք ադրբեջանական հողեր, մեր նկատմամբ իրենք լրացուցիչ պահանջներ կարող է միջազգային հարթակներում ներկայացնել, ասեմ ավելին, դրա օրինակն էլ ունենք, Ադրբեջանը շատ փութաջանորեն Արցախի հանրապետության տարածքում բնապահպանական հանցագործությունների վերաբերյալ հիմքեր է ստեղծում, իսկ խոսքը բազմա միլիոնանոց եւ բազմա միլիարդանոց գործերի մասին է, ես մի փոքր հետաքննություն էի արել, իրենք անգլիական օֆշորներով տարբեր կազմակերպություններ են պատրաստում Արցախ տանեն, հանքերի շահագործման ուղղությամբ իրագործեն, դրան զուգահեռել փորձում են Հայաստանի Հանրապետությանը եւ Արցախի բնակիչներին ու ղեկավարությանը մի շարք այլ բնապահպանական հանցագործությունները մեղսագրել։ Այսինքն սրանք այնքան փոխկապակցված ու իրենք այնքան համահունչ ու գրագետ են գործում ի հեճուկս մեր այս փնթի թափված ոչ տրամաբանական գործելավոճին, որ այլ բացատրություն քան այն, որ սա ուղղորեն թշնամու օրակարգի սպասարկում է, առանց հետևանքների հաշվարկման հայկական կողմի համար եւ սա լրջագույն բեռ է մեր սերունդներին, որովհետեւ իդեպ հաջորդ այդ է ուզում ասել, օրինակ հաջորդ իշխանությունները, եթե այս վավերացվում է պայմանագիրը Սահմանադրական դատանով, խորհրդանով եւ այլ վավերացվեց այս պայմանագիրը, հաջորդ իշխանություն Հայաստանի, եթե ուզենա Ադրբեջանի դեմ հայց ներկայացնի, մինչև այս պայմանագիրը կոպիտ ասած չպատրի չի կարող ներկայացնել, կապում են, հա, պետության ոչ անգամ պայմանագիրը չի, անգամ վարչապետի շուրթերով հայտարարությունները կամ մեր խորհրդարանականների իշխող ուժի իրենք փաստական բազա են Ադրբեջանի համար դառնում։ Իրենց ցանկացած ադրբեջանամետ մեկնաբանություն, որ Արցախը իրենցն էր եւ այլն,
Դրանք Արցախը Ադրբեջանին հավաքագրում է եւ միջազգային ատյաններում հետո իրենք դե ֆակտո եղել են, չէ, եւ դե յուրե մեր երկրի պաշտոնատան անձ ասելու են, տեսեք, ձեր վարչապետը սա էր ասում, ձեր պատգամավորը սա էր ասում։ Այո, ինքը չի խոսում որպես Նիկոլ Փաշինյան, ինքը հանդես է գալիս որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ եւ այդտեղ է կայանում լրջագույն վտանգը։ Իսկ ինչ վերաբերում է այդ պայմանագրերի մասին, մենք մինչ օրս տեսել ենք բացառապես միակողմանի զիջման process, դեռևս որևէ հաջող անգամ նոյեմբերի 9-ի տխրահռչակ փաստաթուղթը, որը կրկին տոտալ ադրբեջանական շահերի ներկայացում էր եւ որի արդյունքում մենք հաջողեցին մեր իշխանությունները, հա, ժամային ճշգրտությամբ հանձնել մեր զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքներ, այդպես է չափահովեցին միակ ամոթել է ասել, հա, հայամետ կետը դա անհետ կորածների եւ գերիների բոլորի դիմաց պահանջի կատարումներ։ Անկամ Հայաստանում գտնվող ադրբեջանական ռազմական հանցագործների վերադարձրեցին, որոնք ներ են խուժել մեր տարածք եւ սպանություն էին կատարել։ Ու դրա դիմաց չափահովելով մեր գերիների վերադարձը։ Եթե այդ գրված կետը իրենք չեն կարողացել կյանքի կոչել, ինչ խաղաղության պայմանագրի մասին է։ Բնականաբար ես որևէ կերպ չեմ հավատում այդ խաղաղության պայմանագրին, խաղաղությունը բոլորիս համար է ցանկալի է, չկա մարդ, ով տենչում է պատերազմի, բոլորս հասկանում ենք, հա, այդ պատերազմի գինը, բայց պետք է տրամաբանական ու վերլուծական հարթությունում մնալ, տեսնում ենք մեզ հետ ինչ են անել ու օղակը մեր պարանոցի շուրջ գնալով ավելի սեղմվում է, ամեն հաջորդ օր մենք ավելի վատ իրավիճակում ենք հայտնվում, քան նախորդող օրներ ու պետք է իհարկե կանխարգելել այս process-ի շարունակությունը։ Կեմելյան, վերջին հարցը, այս հարցը օրեր առաջ հանրայինի տաղավարում հարցազրույցավարը տվեց իշխանության ներկայացուցչին, բավականին բարձրաստիճան, չստացավ հստակ պատասխան այդպես էլ։ Հիշեցրեց, որ մենք Հռոմի ստատուտ վավերացրեցինք։ Եվ երբ քննադատում են իշխանության, ու չէինք ասում են Պուտինի համար է կարել, հա, կարծես որ գա ձերբակալել, իշխանության թիվ 1 հիմնավոր ինչ եք խոսում, մենք սա արել ենք Ալիևի եւ Ադրբեջանի այլ ղեկավար, հատկապես Ալիևի ռազմական հանցագործությունները իրեն հետո դրանով պատասխանատվության ենթարկելու համար։ Հիմա սա էլ է տեղավորվում այդ հայցերից հրաժարվելու, ուրեմն իզուր են վավերացել ստատուտը, թե ապագա հանցագործությունների մասով են դիմելու։ Ինչի համար է այլևս այդ փաստաթուղթը, սա դրան էլ է վերաբերում։ Ես այն ժամանակ էլ առիթ ունեցա նշելու, որ ասեմ ավելին, Հռոմի ստատուտը Թուրքիան, Ադրբեջանը չեն վավերացվել, իրենք այդ ստատուտի իրավասության ներքո չեն գտնվում ու դրա պատահական չէր Ռուսաստանի կողմից բավականին սուր արձագանքները, որովհետև լրիվ ժամկետային առումով համընկավ միջազգային կառույցի աղմուկներին, երբ հայտնի է, հա, Ռուսաստանի Դաշնության նախագահի եւ իրենց ՄԻՊ-ի նկատմամբ հարուցվեցին Հռոմի ստատուտի հիման վրա քրեական հետապնդումը ու դրան անմիջապես հաջորդեց հայկական կողմի ներպետական վավերացման գործընթացը։ Կրկին ընդգծում եմ, իրենք դա մանիպուլյացիայի շրջանակում գտնվող խոսույթ էր, որովհետև այդ երկու պետությունը մեր թշնամի դրա մաս չեն կազմում եւ իրենք չենք կարող մենք իրավական այսպես ասեմ, հա։ Հասկացաք, եթե անգամ մենք վավերացվել ենք, այդ պետությունները դրա մաս չեն կազմում ու դրա իրավասության ներքո չեն գտնվում։ Ահա։ Ու դրա համար ակնհայտ էր, որ նախ առաջին հերթին մանիպուլյացիոն մեկնաբանություն էին գտել մեր հանրությանը հերթական պոպուլիստական պնդումները տրամադրելու համար, երկրորդն էլ իհարկե ողջամիտ չէր քո դաշնակից կամ անգամ եթե դաշնակից չի, հա, ինչ որ գերտերության, որը այդքան թշնամական հարաբերություններում է գտնում, հերթական արտաքին քաղաքականության ու դիվանագիտության ձախողումներ այդ վավերացումը, որովհետև ինչ ես անում, հա, հայտ ես ներկայացնում Ռուսաստանի դեմ կամ այդ վտանգավոր իրավիճակում։ Ալիևը որևէ կերպ չէր կարող դրա տակ, ասենք որևէ երկիր գնար մենք հայց ներկայացած դնենք իրեն ձերբակալեն եւ այլն, հիպոթետիկ եմ ասում։ Հիպոթետիկ, եթե երրորդ պետությունը վավերացվել է Հռոմի ստատուտը եւ ինքը պատրաստ Ալիևը գտնվում է, այո, իրանք կարող են, բայց այդ ադրբեջանական պետությունը ինքը չի դրա իրավասության ներքո գտնվում։ Իրենք կրկին միջազգային հարթակներում շատ ավելի պաշտպանված են լինելու, որովհետև երբ որ դու վավերացնում ես, ոչ միայն դու օգտվում ես գործիքակազմներից, այլև դու պարտականություններ ես դրա շրջանակում սկսում կրել։ Ասեմ ավելին, դա շատ վտանգավոր էր մեր կողմից վավերացնելը, որովհետև այդ ժամանակ նաև զուգահեռ խոսում էին, որ հետագայում դրա հիման վրա կարող են պահանջներ ներկայացնել ապահովելու մեր արցախյան ղեկավարների հանձնումը որպես հանցագործներ։
Կա ցուցակ Այո, Ադրբեջանի։ ինչպես կար, օրինակ նույն եթե Ադրբեջանը օրինակ դիցուկ բավերացնում է, այս ստատուտը կարող է ինքը դրա հիմքով պահանջի այս մարդկանց, ովքեր հանցագործներ են, ու ըստ իրենց առանց դրա էլ է պահանջում, դա նկատի ունեմ, չէ՞, ասում Հայաստան առանց դրա պահանջում է արդեն։ Դա լրացուցիչ իրավական գործիքակազմ է տալիս։ Այն դեպքում, եթե հատկապես մենք պատրաստում ենք հրաժարվել մեր պահանջատիրությունից իրավական միջազգային հարթակներում, այն դեպքում, որ մենք չգիտենք Ադրբեջանը ինչ շրջանակներով է պատրաստվում պահանջել մեզնից այդ պահանջատիրությունից հրաժարումը եւ չգիտենք, թե ինքը դրա հիման վրա ինչ process-ներ է նախապատրաստում, որովհետեւ այդտեղ ամեն յուրաքանչյուրի process-ի տակ, յուրաքանչյուր ձևակերպման ներքո մի ական է թաքնված։ Ու կրկին գալիս ենք այն հանգամանքին, որ մենք հայկական հանրությունս արդեն 44-օրյա պատերազմից հետո 20 թվից անցել է 5 տարի, 25 թվականն է, 18 թվից անցել է 7 տարի։ Տոտալ մեկուսացման, տեղեկատվական մեկուսացման մեջ են գտնվում։ Այս իշխանությունը հանրային հաշվետվողականության բոլոր մեխանիզմներից հրաժարվել է, իր քաղաքացու նկատմամբ տոտալ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում, հենց այդ վերաբերմունքը այդ գաղտնիության ու տեղեկատվական վակուումով է դրսևորվում, որովհետև իրենք իրավունք չունեն այդպիսի լրջագույն գործընթացները մեր հայկական հանրության եւ հայ քաղաքացիներից թիկունքում իրականացնել միանձնյա, որը կասկածներ է ծնում։ Իհարկե։ Շատ շնորհակալ եմ։ Նմանապես։ Հիշեցնեմ, Կիզակետում այսօր սահմանադրագետ Գոհար Մելոյանն էր, Կիզակետի թողարկումներն ու շատ էլ տեսանյութեր դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Կհանդիպենք։